Պարոն վարչապետ, 3-րդ բանակային կորպուսի հրամանատար գնդապետ Նազարյան։ Պարոն վարչապետ, Դավուշի մարզային քրթական վարչապետ Արամ Արծուկ։ Հա, ոնց եք պատրաստեք, լավ է տրանսպորտը, նորմալ քնելու, նորմալ պայմաններում, շատ լավ է, Կասնը մեկին ուղի, կամ միջև էտ ինչ եք այս վնասված է, ես նայել եմ, բժիշկ նայել եմ դեք դեմ դες սպասենք վերև ով է գալում առաջինը տետեր Աղջիկ կա կասեք, հա։ Ահա, կոտը, Բարեձեզ Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ, հարգարժան նախարարներ, մարզպետ, սիրելի դպրոցականներ, ուսուցիչներ, կամավորներ եւ ներկաներ։ Տավուշի մարզի այս շքեղ հատվածում Պարզ լճի ափին հիմք ընդունելով ֆիզիկապես առողջ սերունդ ձևավորելու, թիմային պայքարի ոգին դպրոցականների մեջ սերմանելու եւ առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի դերի բարձրացման կարգախոսը կայացավ Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ դպրոցականների թիմային խճուղվածքի մրցաշարը։ Այս տարի եւս մրցման եզրափակիչ հատվածին մասնակցեցին հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող էին ճանաչվել մարզային փուլերում։ Լավագույնի կոչման համար պայքարեցին Երևանի հայ-չինական բարեկամության դպրոցը, Արագածոտնի մարզի Ագարակի միջնակարգ դպրոցը, Արարատի մարզի Ուրցաձորի միջնակարգ դպրոցը, Արմավիրի մարզի Ջրառատի Թաթուլ Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցը, Եղարքունիքի մարզի Ծակքարի միջնակարգ դպրոցը, Լորվա մարզի Վանաձորի Վահան Տերյանի անվան թիվ 5 ավագ դպրոցը, Կոտայքի մարզի Հրազդանի թիվ 11 հիմնական դպրոցը, Շիրակի մարզի Արափի միջնակարգ դպրոցը, Սյունիքի մարզի Կապանի Հունան Ավետիսյանի անվան թիվ 9 ավագ դպրոցը, Վայոց ձորի մարզի Արենի միջնակարգ դպրոցն ու Տավուշի մարզի Սևքարի միջնակարգ դպրոցը։
11 թիմ, որոնցից յուրաքանչյուրում ընդգրկված էր 7 աշակերտ, 5 տղա և 2 աղջիկ, պայքարեց լավագույնի կոչման համար։ Այժմ սկսում ենք պարգևատրման արարողությունը և պարգևատրման համար հարթակի մոտ եմ հրավիրում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։ Եվ այսպես, թիմային պայքարում մրցանակային 3-րդ տեղն է գրավել Արարատի մարզի Ուրցաձորի միջնակարգ դպրոցը։ Ռազմիկ Հակոբյանի առաջնորդությամբ Մհեր Գաբրելյան, Կարեն Մնացականյան, Գորգ Եղիգյան, Արմեն Բադալյան, Լիլիթ Նիկողոսյան, Տիգրան Սարգսյան և Կարինե Մկրտչյան։ Դպրոցը ստանում է 1,500,000 դրամ, ֆիզկուլտուրայի ուսուցիչը 300,000 դրամ, իսկ թիմում ընդգրկված երեխաները 75,000 դրամ։ Շնորհակալություն Տիկին Ավանեսյան։ Պարգևատրման համար հարթակի մոտ ենք հրավիրում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին։ Թիմային պայքարում 2-րդ տեղն է գրավում Վայոց ձորի մարզի Արենի միջնակարգ դպրոցը։ Ֆիզկուլտուրայի ուսուցիչ Արարատ Մկրտչյան, Մերի Կափյան, Ալեն Գասպարյան, Արմեն Սիմոնյան, Անի Ավագյան, Վաչագան Գասպարյան, Էրիկ Սիմոնյան, Աշոտ Արաքելյան։ Դպրոցը ստանում է 2,500,000 դրամ, ֆիզկուլտուրայի ուսուցիչը 500,000 դրամ, իսկ թիմում ընդգրկված երեխաները 100,000 դրամ։ Դպրոցին տրամադրվող գումարը նախատեսված է դպրոցի համար նոր մարզական գույքի ձեռքբերմանը։ Շնորհակալություն Տիկին Անդրեասյան և հաղթողին պարգևատրելու համար հարթակի մոտ եմ հրավիրում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ավանդույթ դարձնելով թիմային խճուղավազքի մրցաշարում անփոփոխ չեմպիոնն է Սյունիքի մարզի Կապանի Հունան Ավետիսյանի անվան թիվ 9 ավագ դպրոցը։ Ֆիզկուլտուրայի ուսուցիչը Արմեն Ղուկասյանն է։ Թիմում այս նվաճմանը հասնելու համար պայքարեցին Արամ Հարությունյանը, Դավիթ Պողոսյանը, Արամե Մուսայելյանը, Նարեկ Իսավերդյանը, Նարեկ Բալասանյանը, Միմենա Հովանեսյանն ու Անի Իսրայելյանը։ Դպրոցը ստանում է 4 միլիոն դրամ, ֆիզկուլտուրայի ուսուցիչը 700,000 դրամ, իսկ թիմում ընդգրկված երեխաները 150,000 դրամ։ Սյունիքի թիմից տղաների շրջանում լավագույն արդյունքը ցույց է տվել Արամ Հարությունյանը 14 րոպե 51 վայրկյան արդյունք։ Իսկ աղջիկ մասնակիցների շրջանում չնայած Կարինե Մկրտչյանի գործադրած ջանքերին Արարատի թիմը 3-րդ տեղը գրավեց, բայց Կարինեն ամեն դեպքում լավագույնն էր 17 րոպե 43.5 10 վայրկյան արդյունքով։
Տիկնայք եւ պարոնայք, Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը կկատարի Երևանի պետական կամերային երգչախումբը, գեղարվեստական ղեկավար եւ խմբավար Քրիստինա Ոսկանյան։ Այժմ խոսք ունի ասելու Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սիրելի մեդալակիներ, կարող եք զբաղեցնել ձեր տեղերը։ Շնորհակալ եմ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի հարգելի նախարար, առողջապահության հարգելի նախարար, պարոն մարզպետ, համայնքի ղեկավար, սիրելի ներկաներ, հարգելի ուսուցիչներ, սիրելի աշակերտներ, շնորհավորում եմ բոլորիս հերթական մրցաշարի առիթով արդեն 4 անգամ մենք հավաքվում ենք պարզ լճում, որպեսզի որոշվի ուժեղագույնը դպրոցականների խճուղավազքի վարչապետի գավաթ մրցաշարում եւ պիտի իմ գոհունակությունը արտահայտեմ այն փաստի առիթով ամեն տարվա հետ մրցաշարին մասնակցող դպրոցների եւ աշակերտների թիվը աճում է։ Իհարկե կան դպրոցներ, որոնք դեռ չեն մասնակցում, ինչը այդքան էլ հասկանալի չի թե ինչու, բայց մյուս կողմից մենք շարունակենք քաջալերել մեր դպրոցներին, որպեսզի նրանք այս տոնին եւ անպայման մասնակցեն եւ ձգտեն մասնակցել։ Իհարկե միշտ եզրափակ չի հասնում են 11 թիմ Երևանից եւ մարզերից մեկական թիմեր, բայց ընդհանուր առմամբ կարծում եմ սա տոնախմբության կուլմինացիան է եւ մրցաշարը ինքը արդեն կարեւոր իրադարձություն է։ Մենք պիտի նաեւ արձանագրենք, որ ի սկզբանե դպրոցականների ձևաչափով անցկացվում էր միայն այս մրցաշարը խճուղային վազքի, բայց ժամանակի ընթացքում մենք տեսանք, որ դպրոցականների մրցաշարը ավելի արդյունավետ է, ավելի ուրախալի է, ավելի շատ կենտրոնացվածություն կա սպորտի, ֆիզկուլտուրայի վրա, քան մեծահասակների մրցաշարի դեպքում, եւ հնդածս վերափոխեցինք սեղանի թենիսի մրցաշարը մեծահասակներից դպրոցականների, հետո հեծանիվի մրցաշարը մեծահասակներից դպրոցականների եւ ընդ որում այս մրցաշարի տրամաբանությամբ հանրապետության բոլոր դպրոցների համար ձեռք բերեցինք հեծանիվներ եւ մենք այսօր սկզբունքային որոշում ենք կայացրել, որ մեծահասակների օրինակը ցույց տվեցինք, մեծահասակները իրենք կարող են իրենց համար մրցաշարեր կազմակերպել մեր բոլոր այդ թվում լողի
մրցաշարը այժմ տեղի կունենա այս տարվանից միայն դպրոցականների ֆորմատով, բայց այս պարագայում մենք Սևանա լճում չենք անցկացնի, այլ լողավազաններում կանցկացնենք, իսկ քանի որ նաև Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքում էր լողի մրցաշարը տեղի ունենում եւ շողակատ բնակավայրում էր տեղի ունենում, մեզ համար կարևոր էր, որ այնտեղ իրադարձությունը չզրկվի բնակավայր իրադարձությունից, հիմա մենք դպրոցականների հեծանիվի վարչապետի գավաթը կիրականացնենք, այսինքն շողակատ գյուղի համար մի մրցաշարը կպահպանենք, իսկ 10 կիլոմետրանոց վազքը հնարավոր է վերափոխենք դպրոցականների վոլեյբոլի մրցաշարի, որովհետև վերջերս գիտեք, որ դպրոցականների բասկետբոլի լիգա է ձևավորվել, որի էմոցիան եւ տպավորությունը շատ դրական են, եւ հիմա հնարավոր է, որ մենք 10 կիլոմետրանոց վազքի փոխարեն դպրոցականների վոլեյբոլի լիգա ձևավորենք եւ նաեւ դպրոցականների լողի վարչապետի գավաթ ձևավորենք եւ որպեսզի մեր դպրոցներում առավել շատ մոտիվացիաներ ունենան, որպեսզի մեր երեխաները եւ աշակերտները սպորտով, ֆիզկուլտուրայով զբաղվելու ավելի մեծ ուշադրություն դարձնել։ Իհարկե ես ուզում եմ ողջունենք նաև մրցաշարի մշակութային հատվածի մեր ներկայացուցիչներին, որտեղ էլի տենց իմպրովիզացված մրցույթ է տեղի ունենում, ինչու իմպրովիզացված, մեծ հաշվով մենք նաև տարվա վերջում հեղինակային երգի դպրոցականների փառատոն ենք իրականացնում եւ գուցե այս հատվածն էլ մտածենք, գուցե ինչ-որ ավելի ինստիտուցիոնալ հատված մտածենք, գուցե գալա համերգ մտածենք, չնայած հեղինակային երգի գալա համերգ տեղի է ունենում։ Ես նկատի ունեմ մենք համայնքների համար, երեխաների համար, ուսուցիչների համար ուզում ենք, որ զուտ դասապրոցեսից դուրս դպրոցը շարունակի մնալ կյանքի կենտրոն։ Շատ դեպքերում համայնքի համար, այն համայնքներում, որտեղ մենք նոր դպրոցներ ենք բացում, որտեղ տասնամյակներով ոչ մի նոր շենք չի կառուցվել, բայց դպրոցը իսկապես մեր կյանքի կիզակետն է, մանավանդ որ մենք հիմա ինչից խոսում ենք, հասկանում ենք, որ բոլոր հարցերի լուծումը անցնում է կրթության միջոցով։ Ընդհանուր հանրային առողջապահության ոլորտում մեր բազմաթիվ խնդիրներ կախված են մեր կյանքի ոճից, որտեղ ոչ թե մենք ուզում ենք մեր կյանքի ոճի մեջ ինչ-որ բան պակասեցնենք, մենք ուզում ենք կյանքի ոճի մեջ ավելի շատ շարժում, սպորտ, ֆիզկուլտուրա ունենանք, որպեսզի կյանքեն մեզ հայտնի մնացած հատվածը ավելի երկար եւ ավելի հաճույքով կարողանանք վայելել։ Ես ուզում եմ գոհունակության խոսքեր ասել Կապանի մեր թիվ 9 դպրոցին, որ արդեն 4 տարի շարունակ առաջին տեղն է զբաղեցնում եւ իհարկե մրցանակ նրանք արդեն բավականին ստացվում է, որ դպրոցը 16 միլիոն դրամ լրացուցիչ ֆինանսավորում է ստացել իր աշակերտների եւ ուսուցչի շնորհիվ, ինչը շատ լավ է եւ ուզում եմ նաեւ գոհունակություն արտահայտել, ես ինչքան հասկացա, Ուրցաձորը առաջին անգամ էր պարգևատրման հարթակին եւ նաեւ ինչքան եթե ճիշտ եմ հիշում երեկվա խոսակցություններից նախորդ տարի ոնց որ թե Արենին մրցանակ չէր հաջողվել ստացել էր երրորդ տեղ հա այս տարի այսինքն 4 տարի մրցանակ եք ունեցել շատ լավ ուրեմն մենք ունենք եւ լավագույն ավանդույթների շարունակություն եւ ունենք ահա նոր դպրոց որը այս մրցանակային ֆոնդից եւ մրցանակային բերկրանքից իր բաժինը ստացավ։ Իհարկե մեր ոչ մի դպրոց այստեղ առանց պարգևի եւ առանց նվերի չի հեռանա, որովհետեւ բոլոր մասնակից դպրոցներին նախարարությունը նվերներ է պատրաստել մարզագույքի ձևով, բայց կարծում եմ ամենամեծ նվերը այս երկու ճամբարային օրերն են, որ մեր աշակերտները իրար հետ անցկացնում են եւ նաեւ համոզված եմ, որ ընկերանում են իրար հետ լավ ժամանակ են անցկացնում բնության այս գեղատեսիլ վայրում։ Կեցեն մեր աշակերտները եւ մեր ուսուցիչները եւ շնորհակալություն բոլոր կազմակերպիչներին։ Շնորհակալ եմ։